պետություն կա, բա սատկած առուց քշելու Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրանպրիի բազմակի չեմպիոնի լակոտը ինչ ձևի է լինում, պարոն Ռուբինյան, հենց այդ ձևի լակոտը լինում է, պետք է հայհոյեր ու դահլիճը լքեր։ 6-7 հոգի մանդատը դրեց, եթե հիշում եք, մարաթոն էր, որպեսզի Պորջի լակոտը, ինչպես ասում էր պարոն Ռուբինյանը, բանդախցից հայտնվի ազգային ժողովի նիստերի դահլիճում և ստանա պատգամավորական անձեռնուախելիություն։ Հետո էլ գա այս ամբիոնի մոտ կանգնի ու ասի ցույցերի ժամանակ թեթևակի հրեցին և ես կապտուկներ ստացա, ձեռքս մի փոքր ցաված և այդ անիրավ ոստիկանները Ես հիշում եմ Լևոն Քոչարյանի հոր, Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները և ես փողոցային պայքարի կիզակետում եմ եղել շուրջ 9-10 տարի շարունակ։ Ես հիշում եմ օրինակ 2016 թվականը Սարիթաղի, երբ հենասյուների լույսերը անջատել էին ու անհասկանալի ինչ-որ տեղահաբեր կուլ տված հաստավազեր երիկաթի ձողով ջարդել էին ծնկից խնձորակու, մենք մտածում ենք ոնց այդ ջարդած ծնկներով Սարիթաղի արահետները հաղթահարենք մթության պայմաններում և պայթող լուսաձայնային նռնակների առկայության պայմաններում։ Ու հիմա ինչ-որ մկանագնդեր գալիս են այս ամբիոնի մոտ կանգնում են ու ասում են թեթև կմճտեցին, կապտուկներ ստացանք, ոստիկանությունը խիստ անիրավ էր։ Ես այն ժամանակ ջարդած ծնկով հիմա էլ ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած Լևոն Քոչարյան, քեզ ու հորդ ասում եմ, Հայաստանը ձեր երկիրը չի, Հայաստանը իմ երկիրն է, Հայաստանը մեր երկիրն է, դուք մեր երկրի հետ կապ չունեք։ Այն ժամանակ ես ասում եի, որ հրաժարվում եմ լքել իմ տունը, հիմա էլ ասում եմ, դուք այս տանը հյուր եք, դուք Հայաստանի Հանրապետության հետ որևէ կապ չունեք ու չեք ունեցել։ Դուք ու ձեր իրավահաջորդ Սերժը 4 կատեգորիայի քաղցկեղ էիք, որ հայտնվեցիք մեր օրգանիզմում, մեր երկրում ու մեր երկիրը սկսեցիք ներսից ուտել, ներսից քայքայեցիք մեզ։ Եկել կոռուպցիայից են խոսում, ինքնիշխանությունից են խոսում, գույք պարտքի դիմացի մասին մի քանի օր առաջ էի խոսում, մանրամասն թվում էի, երբ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը դարձրեցին Ռուսաստանի ճորտ։ Գազը, լույսը, երկաթգիծը, արտադրական հզորությունները, ամբողջը։ Այս մարդկանց պետք է բացատրել, որ իրենց հետ այս դահլիճում նստում է Անուշ Քլոյանը, իմ շատ լավ գործընկեր։ Լևոն Քոչարյան, գիտես ով է Անուշ Քլոյանը։ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում սպանված Գոր Քլոյանի հարազատ քույրն է։ Հայրդ Անուշ Քլոյանի հորը ասելու բան ունի, թե չէ։ Հայրդ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամներին ասելու բան ունի, թե չէ։ Իհարկե չէ։ Քաղաքացիները անընդհատ դժգոհում են, ասում են այդ դահլիճում ինչ է կատարվում, երբ պետք է ավարտվի այդ ամեն ինչը։ 2021 թվականին հարգելի քաղաքացիներ, 270,369 մարդ չկեղծված ընտրություններում գնացել ու ձայն ա տվել ֆիտոսանիտարական մաքրման ենթակա այս խմբակին ու բերել նստացրել ազգային ժողովի նիստերի դահլիճում տալով պատգամավորի մանդատ։ Ես լավ եմ հիշում Լոռու մարզում Ալավերդի խոշորացված համայնքում նախընտրական շտաբն է ղեկավարում, շատ լավ հիշում եմ ովքեր էին սրանց նախընտրական շտաբերի ղեկավարները, ինչքան նախկին կյանքի մեռել կար, նախկին գյուղապետեր, չգիտեմ, մարզպետներ, ես իմ ովքեր, որ սրանց ժամանակ մարդկանց խմելու ջրի խողովակները հանել տարեգես են սարքել իրանց համար, երեխեքի մանկապարտեզները սեփականացրել տուն են սարքել իրենց համար,
դարել են սրանց շտաբի պետերը։ Ու մեկը սրա խնդրելով, մեկը նրա խնդրելով, մեկը այս նախկին գյուղապետի խնդրելով, մեկը այն նախկին մարզպետի խնդրելով։ Ահա թիվը 270,369։ Մեզանից մի դժգոհեք։ Ես չեմ տեսնում այլ ճանապարհ Լևոն Քոչարյանի ու նրա նմանների հետ այս դահլիճում նստելու։ Ես սկզբունքորեն չեմ կարող ուրիշ բան ասեմ։ Որտեվ ես համարում եմ, որ Լևոն Քոչարյանը իր հերը, իր հորը հաջորդած Սերժը իմ երկիրը ներսից կերել են։ Քաղցկեղի պես 4-րդ կատեգորիայի, 4-րդ ստադիայի։ Ես գաղափարական բանավեճի հեռանկար այս ամբիոնից չեմ տեսնում այս մարդկանց հետ։ Եվ ամփոփելով խնդրանքս կոչս հորդորս ձեզ, 2026 թվականի լինելու են համապետական ընտրություններ։ Երբ որ կկայացնեք որոշում ձեր քվեն այս կամ այն ուժին տալու, առաջնորդվեք ձեր մտքով եւ խղճով, ոչ թե նախ ներում էին մեր երեխաները կրթություն ստանում։ Այնպես որ բնականաբար նորմալ է եւ ուղղակի ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս Սերժ Սարգսյանը եթերում, ասելով եւ համեմատելով դպրոցաշինությունը թալանի եւ կոռուպցիայի հետ։ Այնպես որ այստեղ շատ ասելիք չկա։ Մի փոքր կանդրադառնամ մարտի 1 եւ հոկտեմբերի 27 Շնորհակալություն։ Կանդրադառնամ նաև մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպած Քոչարյան Ռոբերտի մտքի գոհարներին, փայլատակումներին։ Հարգելի հայրենակիցներ, այս մարդը, ով եւս երբևէ ընտրված նախագահ չի եղել, բայց նորից աշխատել է երկար տարիներ որպես նախագահ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է 44-օրյա պատերազմը հրահրելու մեջ։ Եկեք եւս մեկ անգամ փաստենք, որ այստեղ եւս շատ ասելիք չկա, միայն ու միայն կարող ենք շատ կարևոր արձանագրում անել, ասելով, որ այս մարդը եւ իր թիմակիցները, իր ընտանիքը բացարձակապես կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ եւ այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ եղել են մեր երկրում, դրանց հեղինակը եղել են այս երկու անձինք։ Քոչարյան Ռոբերտն ասում է, գիտեք, ինձ հաճելի էր ժողովրդի հետ շփումը։ Ոչ, պարոն Քոչարյան, մենք գիտենք, որ ձեզ հաճելի չէ։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին զուգարաններում մարդ սպանելու հրաման տալն է։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպելն ու մարդկանց գնդակահարելն է։ Ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում ասեցի, այստեղ եւս կարող ենք ֆիքսել, որ բացարձակ նորություն չեք ասում։ Եվ ես հորդորում եմ, խնդրում եմ ձեզ, դուք հաճախակի եթերներով հանդես եկեք, 7 չէ, 17 ժամ խոսացեք, որովհետև սա միայն ու միայն վերահաստատում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ այն տեսակետն ու կարծիքը, այն համոզմունքը, որ մեր երկրում երբեք ու երբեք պիտի թույլ չտանք, որ ձեզ նմանները վերադառնան իշխանության, անգամ ընդդիմության կարգավիճակում դուք անելիք չունեք։ Եվ խոսելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասին, ես ուզում եմ ձեզ եւ բոլորիս վստահեցնել, որ այնքան իմաստուն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ այո, ձեր ամեն խոսելուց հետո